եկել է մատա թափ տալի, ասում է զգուշացնում եմ, այ լակոտ, դով ես, ով ես, որ Հայաստանի Հանրապետությունում եկել ես ու զգուշացնում ես, հիմա դու Հայաստանի Հանրապետությունում ամեն վարքյան զգուշ կլնես, որովհետև մենք քեզ զգուշացնում ենք, ես քեզ զգուշացնում եմ, հայ մարդիկ քեզ զգուշացնում են, որ դու Հայաստանի Հանրապետությունում խոսելուց շատ զգուշ լնես։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, ուրեմն սենց համանցացի հետ ծանոթանալուց, որից նկատում ենք, որ այս օտարի պրախոտներով Հայաստանի Հանրապետությունում տենց լավ տղու կերպարի մեջ մտած այս փասլանքոտները տենց իրանց դրել են համարցակ հայ մարդու տեղը, ու ասենք, չգիտեմ, իրանց շրջապատի կենսագրությունը իրանց անկյուններում բարձրաձայն արտահայտվում են։ Այսինքն այն հիվանդությամբ, որ իրենց շրջապատն է տառապում, այն կարիքները, որ իրենց մերձավոր շրջապատը ունի, այն անբավարարությունը, որ իրենց մերձավոր շրջապատը ունի, իրենք թույլ են տալիս բարձրաձայն արտահայտվելով, ովշի հայ մարդկանց անվան տակ խոսան, հայ կանանց վերնագրեն, կարողա սենց լինի, կարողա նեհեր չլի, հնարավոր է, արա դու ինչ գործ ունես Հայաստանի Հանրապետության հետ, կամ հայ ժողովրդի հետ, որ մի հատ էլ քեզ հետաքրի ինչ կարող է լինի, կամ ինչ չկարող է լինի, դուր Հայաստանի Հանրապետությունը ուր, հնայ օտարի տասովչիկ, Մոսվաբնակ ալիգար Սամվել Կարապետյանին իր աղբոր որդուն և իր տղուն հստակ ասում եմ, կուզեի կարա լավ տղա եք եղել, լավ մարդ եք եղել, ծառայությունիք մատուցել Հայաստանի Հանրապետության համար, կուզեիք, հա, կայֆա չէ, Իշքան հաճույք կնի, իշքան կայֆ կնի, չէ, որ լինեք լավ մարդ, որպեսզի ծառայեք Հայաստանի Հանրապետության համար, ծառայություն մատուցեք իշա Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե օտարի տասովչիկ լինեք, ըստ ինձ, իմ 100% համոզմանք, դուք օտարի տասովչիկներն եք, դուք անկեղծ սիրով սիրահարված օտարին և սպասարկում եք օտարի շահերը, Դուք օտարի կողմից պրախոտները ստացած, Հայաստանի Հանրապետությունում ձեզ դրել եք, մտել եք լավ մարդու կերպարի մեջ, մտել եք հայ մարդու կերպարի մեջ, ու օրեկա, տասնյակ հարյուրավոր միլիոնավոր դրամներ եք ծախսում, կեղծեր քարոզելու հայ մարդուն, դուք կեղծեր քարոզելու հայ մարդու համար, այդ կեղծիքի համար, կեղծ սիրո համար, օրեկա միլիոնավոր դոլարներ եք ծախսում, վատնում, բայց հո մենք գիտենք, որ դուք անկեղծ սիրով սիրահարված եք օտարին, մենք հո գիտենք, որ դուք Հայաստանի Հանրապետությունում օտարին սիրահարված օտարի տասովչիկներն եք և սպասարկում եք օտարի շահերը, նաև ձեզ են ենք հասկանում, չեք էլ կարալ ալիգարխ, մոսկվաբնակ ալիգար Տաշիր Սամվելիկը, չել կարալ, չի կարա, որ չսպասարկի, չի կարա, ճարնինչ, չի կարա, կամ իր այդ պասլնքոտ գյադը ենեկելա վեր անգել ըստե, մի հատ չգիտեմ տեսախցիկների արջև կուրաժի տա գալիս, այդ տղա, են որտեղ որ ծամվել ես, Տաշիր Սամվելի տղա, ես քո անունը չգիտեմ էլ, այ թեր հաս, դու մեծանալու այդ խնդիր ունես, մի հատ եկել է մատա թափ տալի, այ ասում է, ձեզ զգուշացնում եմ, վերջի անգամ եմ զգուշացնում, հետո չասեք, չենք զգուշացել, օրը գալու է, հնարավորություն չեք ունենալու խոսալու, սեղանի տակ եք մտնելու, այ դու հենց հիմա արդեն սեղանի տակն ես մտնելու,
Եթե ուրեմն սեղանի տակ մտնելով, հենց դու մոսկվաբնակ օլիգարխի գյադա, հենց դու հենց այս պայն արդեն իսկ սեղանի տակը պետք է մտնես, ու դու ամեն օր հասկացի, ամեն օր քո անգաճին օղարա, որ դու պետք է մտնես սեղանի տակ, ու դու պետք է մտնես սեղանի տակ, ու հիմա մենք քեզ ասում ենք, արա այս թուլեքը, Ժորժան կներեք էլի բառապաշարի համար, ուղղակի այլ լեզվով իրանք չեն հասկանում։ Ես մեր մարդկանցից, մեր ժողովրդից հայ մարդուց ներողություն եմ խնդրում բառապաշարի համար։ Ես խոսում եմ այն լեքսիկոնը, որ իրանք հասկանան։ Իրանք այս լեզուն են հասկանում։ Այ փասլնքո դակոտ։ Ես մտածում եք, որ օտարի կողմից պարախոդներ ունեք։ Ձեր հաշվի համարներին կուբամետրերով փողեր ունեք նստած, ոնց ուզեք կարակ կենձև ձեզ պահեք, հա։ Դուք ազգային անվտանգության խնդիր եք։ Դուք Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության խնդիր եք, եւ ձեզնով պետք է զբաղվի ազգային անվտանգությունը, որտեղ դուք ազգային անվտանգության խնդիր եք։ Կամ ձեզնով պետք է զբաղվի հայ մարդը եւ գնա 10-15-20 տարի դատվի։ Կամ պետք է զբաղվի ազգային անվտանգությունը։ Այ լակոտ լուկուտներ։ Տաշիր Սամվելիք, քո պետությունը դա Ռուսաստանն է։ Ինչ ես եկե Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարներ ծախսում, փորձ անելով, ինչ որ հայրենասիրություն, նենց հայրենասիր չգիտեմ, ոնց ասեմ, հայ մարդու դերի մեջ մտնես։ Ինչ ես եկել, արա, քո տղու, ես չեմ ուզում ասեմ քո երեխաների, քանի որ քո տղեն ա մտած, քաղաքականության մեջ ասում եմ քո տղու, ինձ համար Ժորժ ջան, կարմիր գիծ ա, այս ընտանիք, երեխա, բայց կարմիր գիծ ա, ես միշտ նրան դեմ եմ եղել, ովքեր որ իրանց թույլ են տվել, կնիկ, երեխա, էսյան այնան անել, անձամբ պատժվել են, իրանց դեմքերով եղել են, պատժվել են իրանք, ու դա լինելու ա շարունակական բնույթ, ինձ համար դա կարմիր գիծ ա, ես չեմ սիրում այդ ընտանիք կպնելը, բայց քանի որ իրա գյադեն մտել ա քաղաքականության մեջ, ու իրան սենց մեծ մարդու տեղադրել, սենց ինչ-որ անգրագետ անկանոն շարժումներ անում, մենք հստակ ուղիղ ձեզ ասում ենք, ձեր պետությունը սա Հայաստանի Հանրապետությունը չի, դա ես որպես քաղաքացի, ես համոզված եմ, ես այդ կարծիք ունեմ ձեր մասին, որ ձեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը չէ, Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար կուրաժիտ լինելու վայր ա եղել, կուրաժիտ լինելու, բիզնես անելու ինչ-որ մի հատ վայր ա եղել, Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար 10 օրվա ձեր հաճույքը անցկացնելու տեղ ա եղել, ձեր պետությունը, ձեր հայրենիքը դա Ռուսաստանն ա, Տաշիրի գյադա, մի հատ դրա անուն ասեք, էլի Տաշիրի տղու անուն ինչ, այդ Մոսկվա բնակ օլիգարխի տղու անուն ինչա, խնդրում եմ, մի հատ ասեք։ Նարեկը, այդ գյադին տեսախցիկների առջև դեմից ռադար եք, նարեկին բերեք, նարեկ էլի մի քիչ այդ քնքուշ դեմքով երիտասարդը մի քիչ ուտվում ա, այդ գյադին տեսախցիկների առջևից ռադար եք, նարեկին բերեք, եկել ա մատա թափ տալի, ասում ա զգուշացնում եմ, այ լակոտ, դու ով ես, որ Հայաստանի Հանրապետությունում եկել ես զգուշացնում ես, հիմա դու Հայաստանի Հանրապետությունում ամեն վարքյան զգուշ կլնես, որովհետև մենք քեզ զգուշացնում ենք, ես քեզ զգուշացնում եմ, հայ մարդիկ քեզ զգուշացնում են, որ դու Հայաստանի Հանրապետությունում խոսելուց շատ զգուշ լնես, Հայաստանի Հանրապետությունում вообще ամեն գործողություն անելուց շատ զգուշ լնես, արա շնչելուց, արտաշնչելուց շատ զգուշ կլնես, հիմա դու կուրաժիտ ես զգուշացնում ես, հիմա ես քեզ զգուշացնում եմ, հիմա տենանք, իմ ջեբերում 10 դրամ փող չկա, քո ջեբն է միլիարդավոր դոլարներ կա, հիմա տենանք ում զգուշացումի տակ կա ուժ, կա ճշմարտություն, կա տաղություն, կա համարձակություն, իմ թե քո, իմ գրպանը 0 դրամ է, քո գրպանն է միլիարդավոր դոլարներն է, հիմա տենանք որ մեկից զգուշացման տակ ուժ կա, Էսա կտենաս, ու դու դա կտենաս, քո սեփական աշկերով, ու այդ քաղաքական ցավը կզգաս սեփականը մարմնի վրա, քաղաքական ցավը, ու զգալու եք,
ու զգալու եք, գիտես մտածում եք, որ օտարի պրախոդներով Հայաստանի Հանրապետությունից թալանված աշխատավոր հայ մարդկանց կոպեկներով աշխատացրած հարստացած դիզած միլիոններով աշխատավոր հայ մարդկանց Մոսկվաներում աշխատացրած քցած փողերը չտված վերջում է չեչեներ հրավիրած հայ մարդկանց ծեծի ենթարկած այդ չմոներ միլիոններ դիզած ցեզ մտածում եք դուք ձեր այդ հարամ դիզած միլիոններով եւ օտարի պրախոդներով կարալու եք Հայաստանի Հանրապետությունում թափհրտակ ուրեմն շատ են ասում հունիսի 8 ուզում եք իմանաք հունիսի 8-ը ինչ օր է լինելու հունիսի 8-ը լինելու է տասնյակ հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի գործելու օրը այո սա սպառնալիք չէ սա քաղաքական գնահատական է հունիս ամսին հունիսի 8-ին ընտրատեղամասում լինելու է հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի գործելու օրը եւ հայ մարդը քաղաքակետ մակարդակով տասնյակ տարիներով սպասված իր վրեժը հունիսի 8-ին լուծելու է այս փաթեթից Մոսկվա բնակ օլիգարխը օտարի շահերը սպասարկող այդ 10 սովչիկները նաև փաթեթի մեջ են սրանք թող Մոսկվա բնակ օլիգարխը այս մերժված փաթեթից իրենց չարազացնեն դուք ուղիղ հենց այս մերժված փաթեթի մեջ եք տեղավորված եւ 2018 թվականին քանի որ այս 8 տարիների ընթացքում իրավապահ ինստիտուտ ամենաբարձր հարգանքով իրավական ինստիտուտին նկատմամբ նաև հաշվի առնելով հստակ գիտակցելով իրենց ահելի ծանրաբեռնված աշխատանքը հաշվի առնելով այն որ մեկ փաստաբանի ատամը ցավում էր դատական նիստի չէր մասնակցում մեկի կույրաղիքը ցավում էր մեկը փորացավ էր մեկը ծննդեր մեկը կննքեր մեկի տատին էր մահացել չէր գնում դատելու տես անթա դատերը հետաձգվում եկավ հասավ այսօրվան հասկանալով այդ ծանրաբեռնվածությունը հասկանալով նաև որոշ դատավորների անգործությունը ովքեր որ այլևս չեն գործում հասկանալով իրավական ինստիտուտի որոշ պաշտոնյաների անգործությունը մտիմնավոր անգործությունը այդ ամենը չհասկանալով եկավ հասավ նաև ծանրաբեռնությունը հասկանալով եկավ հասավ այսօրվան այսօրը արդյոք հայ մարդուն լիարժեք բավարարում է իհարկե ոչ չի բավարարում եւ հունիսի 8-ին թող սա բոլորը հստակ գիտակցեն 2018 թվականի մերժված փաթեթը Ռոբիկի Սերժիկի Մոսկվա բնակ օլիգարխի գլխավորությամբ թող հստակ գիտակցեն որ հունիսի 8-ը հայ մարդու վրեժի օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով հայ մարդը շատ ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին գնալու է ընտրատեղամաս եւ տասնյակ տարիներով իր սպասված վրեժը լուծելու է եւ վերջնականապես մերժված փաթեթի դատավճիռը կայացնելու է վերջնականապես էզոտար երկա օլիգարխների գործնեությունը Հայաստանի Հանրապետությունում կասեցնելու է Вообще 2018 թվականի մերժված այս փաթեթի լինելությունը գործնեությունը տեսանելությունը կասեցնելու է Հայաստանի Հանրապետությունում եւ քաղաքական մակարդակով ոչնչացնելու է ու սա մենք շատ լավ հստակ գիտակցում ենք որ մենք պատերազմի մեջ ենք որ մեզ պատերազմ է հայտարարված որ մեզնից տասնյակ տարիներով թալանված միլիոններով մեզ պատերազմ է հրահրված մենք հասկանում ենք որ Ռոբերտ Քոչարյանը տասնյակ տարիներով հայ մարդկանց սպանելով արևանգության մեջ պահելով խոսքի ազատությունից զրկած սեփական պետության իշխանության ճակատագիրը իրավունքից զրկած ասես դեսպրիցելի վախի մտորտի մեջ չես պահած ոչ մի կապ չի հաստատել այս պետության եւ այս պետության ժողովրդի հետ ուղիղ կապի մեջ է մտել այս պետության հարստության հետ ու այս պետությունը տասնյակ տարիներով աշխատացել իր անձնական հարուստների համար մենք լավ հասկանում ենք
որ մեզնից թալանված միլիոնները այսօր այդ բերանը ծուրտի խոխեն, այդ անբարոյականի վաստակը, այդ վիշապը, հայ մարդու այրան ծարավը, հայ մարդու տասնյակ տարիներով հայ մարդու այրունը ծծածը, մենք հասկանում ենք, որ սա աբիժնիկ է հայ մարդուց, մենք հասկանում ենք, որ այս օտար երկրի ալիգարխները, այս տաշիր սամվելիկները, այս օտարի շահերը սպասար, օտարի տաշիր սամվելիկը, օտարի տասոչիկն է, օտարի տասոչիկն է, սիրելի մարդիկ, եթե սրանք մտել են համարձակ տողու մեջ, համարձակությունից, հայրին ասուրությունից է խոսում, հստակ իմացեք բոլորդ, որ սա այդ գյատ են, օտարի տասոչիկա, ինքը տասոչիկա, ուրիշ ոչինչ, և իր լակոտը, իր գյատ են, թող անգաչին հողանի, որ այս պետությունում, այդպես չեն խոսում, որ այս պետության ժողովուրդի հետ, այդ ձև անհարգալից վերաբերմունքով չեն խոսում, այ լակոտ, հակառակ դեպքում դու կհայտնվես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերի տակ և քաղաքակիրթ մակարդակով կենթարկվես սամասուդի։ Էդ է ձեր ճակատագիրը։ Խիտես մտածում եք այ օտարի շահերը սպասարկողներ, այ օտարին սիրահարվածներ, խի մտածում եք դուք այս պետությունում առաջխաղացում եք ունենանալու, դուք մտածում եք, որ դուք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու սեփական իշխանությունը, Հայաստանի Հանրապետության ինքնուրույնությունը, խաղաղությունը, անկախությունը, հավերժ ինքնիշխան լինելությունը արևանգելու եք, հա? Դուք չեք մտածում, որ անձամբ ես, որպես քաղաքացի, հունիսի 8-ին անհնարինը սարքելու եմ հնարավոր, անհնարինը հնարավոր եմ սարքելու, անհնարին և հնարավոր ամեն միջոցնելով, ամեն ինչ ենք անելու, անհնարինը հնարավոր սարքելով, վերջնականապես ձեր գործունեությունը դադարեցնելու ենք Հայաստանի Հանրապետությունում, ձեր ես մուննած զուննատները, ձեր ես կուրաժիտ լինելը, ձեր ես օտարի համար տասովչիկություն անելը, ձեր գործունեությունը դադարեցվելու Հայաստանի Հանրապետությունում։ Դուք լավ մարդ չեք, եթե դուք լավ մարդ լինեիք, դուք սպասարկեք Հայաստանի Հանրապետության շահերը, դուք այնքան վատ մարդ եք, որ օտարի տասովչիկներն եք, նարեք, Հոպարը օտարի տասովչիկն է, հոպարի տաղեն օտարի տասովչիկն է, այլ լակոտ, էլ երկորդ անգամ չհամարձակվես այդ տոնայությամբ, այդ վերաբերմունքով, այդ ձև հեգնանքով, հայ մարդու հասցին խոսաս, կեթած Ռուսաստան, չգիտեմ այդ սալյաոների դեմը կեթած կնստես և ռուս ժողովորդի հասցեին այդ տոնայությամբ կխոսաս, կարաս խոսաս, այ լակոտ, կարաս, ու լավ, եկել ես մի հատ էլ մուննաթ ես գալի, ուզգուշացնում ես, հիմա քեզ ուզգուշացնում եմ, քաղաքական մակարդակով քեզ ուզգուշացնում եմ, բեսամբ ուզգուշ կնես, ուշադիր կնես, ու երկորդ անգամ շրջապատիտ տարապանքները, մերձավոր շրջապատիտ անբավարարությունները չբերես վերնագրես հայ մարդուն, չհամարձակվես հայ մարդուն, սեփականդ մերձավոր շրջապատի հետ, չգիտեմ, այդ չբավարարությունները այդ ամեն որ ոնց որ դու ես ասում չբերես վերնագրես եւ հայ մարդկերանց վերնագրես էտի, հայ կանանց վերը, հասկացար? Եթե դու մերձավոր շրջապատդ խնդիր ունի բավարարության հետ, այդ տղա, դա չի նշանակում, որ դու կարաս քեզ թույլ տաս, հայ կանանց անունից, հայ կանանց որով ինչ-որ օրինակներ բերես, հասկացար, քեզ նորից ենք ասում, այ օտարի տասոչիկ, եթե մերձավոր շրջապատումդ կան մարդիկ, որ բավարարության հետ խնդիր ունեն, անբավարարված են, դա չի նշանակում, որ քո նեղ շրջապատիդ այդ խնդիրները պետք է դու սենց գազ բարձրաձայն արտահայտվես, մի հատ էլ հայ մարդկերանց վերնագրես։ Եվ ուրեմն բոլոր հայ կանանց իհարկե ներողություն խնդրելով, բոլոր հայ կանանց, Հայաստանի Հանրապետությանը սիրահարված, Հայաստանի Հանրապետության շահերին, շահերը սպասարկողներին կոչ եմ անում,
որպեսզի խնայիք ձեր պետքարանները եւ ձեր բնական կարիքները հոգաք այս օտարի տասովչիկների վրա ներողություն ջղայնության համար այն ինչ լեքսիկոնի որ արժանի են իրենք ստանան պատասխանը այդ լեքսիկոնով էլ ստացան պատասխանը ու թող զգուշ չլինեն ամեն վարքյան զգուշ չլինեն այդ ազգային անվտանգության սպառնալիքները թող զգուշ չլինեն սրանք ազգային անվտանգության խնդիր են եւ ազգային անվտանգությունը պետք է սրանցով զբաղվի սրանց լեզվով պետք է զբաղվի ու կզբաղվի ազգային անվտանգ ու պետք է զբաղվի որովհետեւ սրանք ազգային անվտանգության խնդիր են եւ ազգային անվտանգությունը պետք է զբաղվի սրանց լեզվով ու պետք է զբաղվի ու կզբաղվի այսքանը ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու միևնույն է ոչ մի օտարի պրախոդով ինչքան օտարի պրախոդով մարդիկ կան որ իրանց տեղ դրել են լավ տղուտեղ բոլորը քաղաքական մակարդակով ենթարկվելու են սամասուդի ես ասում եմ ինչքան օտարի պրախոդով մարդիկ կան որ Հայաստանի Հանրապետությունը մտել են լավ տղու կերպարի մեջ ու սենց լավ տղա են խաղում ես դրանց բոլորին էլ ասում եմ լսեք այ օտարի պրախոդով լավ տղեկ դուք Հայաստանի Հանրապետությունում ամենաչմոններն եք ու դուք քաղաքական մակարդակով ենթարկվելու եք սամասուդի հունիսի 8-ին ձեր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում հավերժ եւ հավիտյան դադարեցվելու կասեցվելու է այդ է կտեսնենք ու ամեն վարքյան սպասեք այն ամենին ինչի մասին անհնարին է ամենայն վատ երազում դաշե մտածելը հիմա Մոսկվա բնակ օլիգարխ դու տղետ այդ որտեղ ողջավորված խոսում եք հիմա ձեզ ասում ենք սպասեք ամենայն վատ երազում այն որ չեք կարող պատկերացնեք այդ ամենին սպասեք այն ամենին ինչի մասին անհնարին է ամենայն վատ սարսափելի երազում մտածելը իհարկե քաղաքական մակարդակով մտածեք որտեղ մենք չգիտենք դուք ինչից եք հաճույք ստանում անցավ մենք մեր տեսակը անցավ հայ մարդը հաճույք ստանում նրանից որ անհնարինը հնարավոր է սարքում այ մենք դրանից ենք հաճույք ստանում մենք դրանից ենք մեզ լավ զգում որ մենք անհնարինը հնարավոր ենք սարքում ու մենք ամեն օր ամեն վարքյան ամեն ժամ ամեն վարքյան անհնարինը հնարավոր ենք սարքելու ու դուք նորից եմ ասում զգուշ եղեք քաղաքական մակարդակով զգուշ եղեք Մոսկվա բնակ օլիգարխի գադա օդարի տասովչիկ զգուշ եղի ամեն վարքյան ամեն րոպե քաղաքական մակարդակով շատ ուշադիր եւ շատ զգուշ կլինես ու սպասի այն ամենին ինչի մասին անհնարին է ամենայն վատ երազում մտածելը իհարկե քաղաքական մակարդակով սպասի քաղաքական մակարդակով այսքանը ինչքանի մեջ կտեղավորվեք եթե դե հիմա ասես մի հատ մեծական խոսք է դե հիմա կտենանք ու մերնա տաղա բերել հիմա կտենանք ով է ու կտենանք բարի գիշեր մարդիկ ջան սիրելի հայ կանայք Հայաստանի Հանրապետությանը սիրելի հայ կանայք Հայաստանի Հանրապետության խաղաղությանը Հայաստանի Հանրապետության շահերին սիրահարված հայ կանայք Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող հայ կանայք ես խնդրում եմ ձեզ ու ժամա ձեր պետքարանները խնայեք եւ ձեր բնական կարիքները հոգացեք այս օտար երկա 10 սովչիկների վրա բարի գիշեր ձեզ